Ի պատասխան թևի լույս հոդվածագրին գարքալույց քահանայի մասին։ Սուրբ հոգին չի խոնարհիր ստորագրությամը կամ նվագիմը առջև։ Գարտալով այս հոդվածը ասոնք այն նախատասություններն են, որոնցմով դարերու ընթացքին փորձված է լրացնել ճշմարտախոսները, լսելով բարակդող, նզովյալ, հերացած, գարքալույց, պիտակներու տակ։ Բայց եկեք անգեղծ ըլանք, հարցը ոչ թե գարքալուծման շուրջ է դեր արամի այլոց, այլ ճշմարտության գարքալուծումն է։ Ով է այսօր, որ գխախտե եկեղեցվո միությունը, նա, որ գհավատա Քրիստոսին եւ գշարունակե մատուցել Սուրբ Պատարագը հավատացյալներու փրկության համար, թե անոնք, որոնք գվաճարեն եկեղեցին իշխանության ոտքերուն տակ, գծախեն արդարությունը, գխեղաթյուրեն ավետարանը եւ գվախցնեն ժողովուրդը Սուրբ Գրոց նախատասություններով, որոնց էությունը իրենք իսկ չեն բահեր։ Այո, Սուրբ Գեբրիանոսը խոսած է բարակման մասին, բայց այդ բարակդումը կնշանակեր հեռանալ Քրիստոսի մարմնեն, ոչ թե իշխանութենեն, որ բռնակրաված է Քրիստոսի աթոռը։ Երբ եկեղեցին գտադրի ըլլալ Տիրոջ տունը եւ գտարնա քաղաքական գործիք, այն ադեն հավատարմությունը Քրիստոսին այլևս գերեւի իբրև անհնազանդություն իշխանության։ Բայց եկեղեցվո պատմությունը կվկայե, թե միշտ ալ եղած են մարգարեներ, որոնք կանգնած են մենակ ընդդեմ գեղձ քահանաներու եւ քահանայապետներու։ Ով է գարքալուծվածը կամ ով էր գարքալուծվածը։ Աթանաս Կեսարացին, երբ կանգնեցավ գայսրի դիմաց ի պաշտպանություն Քրիստոսի աստվածության։ Ով էր նզովյալը, Մաքսիմոս Խոստովանողը, երբ դեմ ելավ pedagogan եկեղեցվո հալածանքին։ Նույն մեղադրանքներով դատապարտվեցան անոնքալ, թե իբրև բաժնեցին եկեղեցին, կամ թե առանց ցույլտվության քարոզեցին։ Իսկ այսօր կփնտրվի նույն լեզվով արտարացնել անարդարությունը։ Ասոնք կվկայեն, թե գարքալուծումը միշտ չէ, որ աստվածային վճիռ է, երբեմն մարդկային սպառնալիք է, որբեսի ճշմարտությունը լրե։ Քահանան կգարքվի Քրիստոսեն, ոչ թե անձեմը, որ զրկած է ինքզին Քրիստոսի ոգիեն։ Եթե միություն ըլլար միայն արտաքին օծումի մեջ, ուրեմն հոգին կսահմանապակվեր դպակիր հրամաններով։ Բայց ով գսե, թե Սուրբ Հոգին կխոնարհի նամակագրության առջև։ Արդյոք Սուրբ Պատարագը, որ կմատուցվի Քրիստոսի անունով իբրև զոհ փրկության, կդառնա անգործ, որովհետև թուղթ մկրված է, թե այս մարդը գարքալուծված է։ Ոչ։ Եթե այդպես ըլլար, այն ադեն եկեղեցին այլևս հոգի չունենար, այլ կաշխատեր պաշտոնական հրամաններով։ Երբ հավատացյալները աղոթքով ու հավատքով կմասնակցին Սուրբ Պատարագին, այնտեղ ներկա է Քրիստոս ինքը եւ ոչ թե կաթողիկոսը կամ եկեղեցական իշխանությունը։ Սիրելիներ, եկեղեցի մեկ է, ոչ թե Կեդրոնին շուրջ, այլ Քրիստոսի մեջ։ Իսկ այսօրվա դժբախտությունը այն է, որ եկեղեցվո միությունը շփոթված է գուսակցական հնազանդության հետ։ Միությունը կծնվի սերեն, ոչ թե վախեն։ Իսկ բարակդումը կծնվի այն ադեն, երբ մարդիկ կդադրին լսել ճշմարտությունը։ Երբ առաջնորդները կլրեն իդես անիրավության, այն ադեն իրենց լրությունը գլա իսկական բարակդում։ Ան ով որ գիշեցնե Սուրբ Գրոց նախատասությունները բարակման դեմ, թող նաև հիշե Քրիստոսի խոսքը, որ գսե. «Մի կարծեք, թե եկա խաղաղություն բերելու, այլ սուր» Մատթեոս 10:34։ Քրիստոս ինքը բարակտեց, ոչ թե մարդոց, այլ խավարը ճշմարտութենեն։ Իսկ եթե այսօր ճշմարտությունը գտածվի իբրև ապստամբություն, ապա այդ ապստամբությունը կդառնա արդարության պաշտպանը։ Եթե ես կամ Տեր Արամը կամ այլոք լրեն տեսնելով եկեղեցվո ամբարո կյանքը, շահաթիտական կապերը, անիրավ թադերը, ապա մենք իսկապես կդառնանք անոր մասնակից։ Բայց եթե բարձրացնենք ու մատուցենք Սուրբ Պատարագ հավատացյալներու մխիթարության համար, ապա մեր խորհուրդը չի դադրիր ըլլալե սուրբ, որովհետև
ոչ ոք չի գրնար արգիլել Սուրբ Հոգվո ներգործությունը եւ գործողությունը։ Սուրբ Հոգին չի կառավարվիր վարչական հրամաններով, այլ կգործե այն ադեն, ուր կան արդյունքներ, հավատք եւ մաքրություն։ Սուրբ Հովան ոսկեպերանը ըսավ. «Բարակման մեղքը չի մաքրվիր նույնիսկ նահատակությամբ»։ Ճիշտ է։ Բայց հիշենք նաեւ անոր մյուս խոսքը, գսե ավելի լավ է ոտքերեն կապված ըլլա չարիք գործող եկեղեցականները, քան լրեն ճշմարտության առջև։ Այսինքն, բարակման մեղքը այն է, երբ մարդը կբաժնվի Քրիստոսեն, ոչ թե անիրավ մարդոց համագարկներեն։ Իսկ այսօր շատերը շփոթած են Քրիստոսը Քարեկին Գդրիչ Ներսիսյանի հետ կամ այլ ղեկավարներու հետ, կարծելով թե եկեղեցվո հնազանդությունը անոնց հնազանդությունն է։ Սիրելիներս, պետք է հասկանալ տարբերությունը։ Եկեղեցվո միությունը բահելը չի նշանակեր զսպել ճշմարտությունը։ Ճշմարտության լրացնելը այդ է իսկական բարակդումը։ Եվ եթե կարգալուծված կգոչվի Տեր Արամը կամ ուրիշներ, ուրեմն այդ կարգալուծումը ոչ թե Աստուծո քիրն է, այլ անոնց ստորագրությունը, որոնք չեն գրնար հանդուրժել լույսը։ Մինչդեռ ժողովուրդը, որ կհավատա Սուրբ խորհուրդներուն եւ կուքա աղոթքով, ան չի հրաժարիր եկեղեցիեն, այլ ընդհակառակը կվերագտնե զայն։ Եվ դուք, որ կսպառնաք նզովքներով, հիշեցնենք ցեզի Պողոս առաքյալի խոսքը, ով որ մեզ կքարոզե այլավոր ավետարան անիծյալ ըլլա Գաղատացիս 1:8։ Բայց ով է այսօր քարոզողը, արդյոք ժողովրդին հավատքը հարստահարեցնողները, թե ան, որ կմնա հոգվույն ճշմարտության մեջ։ Անիծյալ չէ այն, որ կմատուցե պատարակը հավատքով, այլ այն, որ կխեղաթյուրե պատարակի իմաստը շահի, բարքի ու աթոռի համար։ Այս հոդվածը, որ գարտացի դեպի լույս էջի մեջ, որը կսպառնա նզովքով հավատացյալներուն, ավելի կհիշեցնե միջնատարյան տարերը, քան Սուրբ ավետարանը։ Քրիստոս երբեք չասավ, ով որ ինձ կհետևի, թող վախնա, այլ ով որ ինձ կհետևի, թող վերցնե իր խաչը։ Իսկ դուք կփոխարինեք խաչը վախով։ Գմորնակ թե եկեղեցու միությունը չի նար ամենազորավոր նզովքով, այլ միայն սրբագյաց սրտերով։ Ահա ինչու այսօր պետք է խոսիլ ոչ թե ինքնապաշտպանության, այլ հոգևոր արդարության համար, որովհետև լրությունը համազոր է համացայնության, եւ մենք չենք լրեր։ Քահանամը, որուն ցերկերը օծված են Սուրբ Միրոնով եւ սիրտը ավետարանով, երբ կգանքնի աղոթքի սեղանին առջև, ան չի կործեր ընդեմ եկեղեցվո, այլ կբրգե այն քայքայիչ լրութենեն, ուր դարիներու ընթացքին դաբալած են զայն իշխանություններու ջիրանների մեջ։ Այդ է մեր հավատքը եւ այդ հավատամքով է, որ պիտի շարունակենք մատուցել պատարակները եւ քարոզել։ Որպես վերջապան ցեզի հիշեցնեմ, սիրելիներ, մեր գոչումն ու բարդականությունն է ավետարանի ճշմարտությունները ցեզ դեղեկացնել, իսկ ցեր բարդքն է լսել, հասկանալ եւ գիրարել։ Մենք ցեզ գիրազեկենք ոչ միայն ավետարանի ճշմարտությունը, այլ այս ճշմարտությունը մեր օրերուն անդեսելու վտանգի մասին։ Մենք անբարդ ենք ցեր արյունեն, ոչ ոք չի կրնա լսել, որ չէ լսած ճշմարտությունը։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ։